Հեքիաթ փղիկի մասին։ Հեռավոր Հնդկաստանի մի անկյունում ապրում էր մի Պոչիկ անունով մի փղիկ։ Նա ապրում էր իր մայրիկի եւ հայրիկի հետ։ Պոչիկը դեռ շատ փոքրիկ էր, բայց միաժամանակ շատ քաջ էր։ Ամեն ինչ շատ նա սիրում էր պաղպաղակ ուտել եւ լողալ գետի մեջ։ Հնդկաստանում շատ շոգ է եւ դա նրան օգնում էր մի քիչ հովանալ։ Պոչիկը շատ էր սիրում զբոսնել ծնողների հետ։ Նա ինչ-որ բան էր միշտ ծամում, որ շուտ մեծանա։ Նա միշտ բռնում էր իր կնճիթով իր մայրիկի պոչն ու քաշում հակառակ կողմ։ Պոչիկ, միշտ ապիր, շուտով այնտեղ էլ կհասնենք։ Բայց փղիկն անհամբեր էր։ Նա գնում էր հեռու ու հասկանում, որ մոլորվել էր։ Այդ ժամանակ նա սկսում է լացել եւ մայրիկին օգնության կանչել։ Լավ է, որ փղերը մեծ ականջներ ու լավ լսողություն ունեն։ Պոչիկին գտան ծնողները։ Նա մոլորվել էր անտառում։ Փոքրիկս, չի կարելի հեռու գնալ։ Հնդկաստանում շատ վտանգներ կան։ Ես ինչից վախենամ։ Ես ունեմ մեծ ականջներ, ուժեղ կնճիթ եւ հաստ մաշկ։ Ճիշտ ես, բայց այստեղ վտանգավոր գիշատիչներ են ապրում։ Վագրը, կոկորդիլոսը։ Նրանք շատ ճարպիկ են, արագաշարժ եւ կարող են քեզ վնասել։ Բացի այդ, որսագողերը ջունգլիներում հաճախ խոր փոսեր են փորում։ Եթե դու ինձնից հեռու գնաս, կարող է դժբախտություն պատահել քեզ հետ։ Նա շատ չարաճճի էր։ Նա վազեց ջրամբարի մոտ եւ միանգամից մտավ ջուրը։ Պոչիկը ջուրը կնճիթով հավաքում ու շատրվանի նման թափում էր իր մեջքին, բայց հանկարծ լսեց, որ ջրի տակ ինչ-որ բան լողում է իր կողմ ու սկսեց արագ փախչել։ Եվ իզուր չէր փախչելը, դա իսկական հնդկական կոկորդիլոս էր, որը միայն հասրեց Պոչիկի պոչից բռնել։ Բայց Պոչիկը մի կերպ ազատեց ու ափ դուրս եկավ։ Բայց հազիվ է շունչ քաշել, մեկ էլ լսեց, որ կողքը ինչ-որ մեկը մռնչում է։ Դա վագրն էր։ Իսկ ինչի անում փոքրիկ համեղ փղիկ այս կողմերում։ Պոչիկը հիշեց մայրիկի պատմություններն այս գիշատիչների մասին ու նա ավելի վախեցավ։ Նա ուժեղ կնճիթով ձայներ հանեց եւ ոտքերով դոփեց գետնին։ 4 կողմից վազելով հավաքվեցին փղերն ու վագրին քշեցին։ Իսկ դու գիտես, որ միայն փղիկները չեն փախչում մայրիկներից, ասաց մայրը։ Փոքրիկ նապաստակներն, գորտերն էլ, իսկ ինչքան վտանգներ կան թաքնված անտառներում, ճահճուտներում, քաղաքներում։ Բայ մանուշիկներս, ահա այս փոքրիկ պատմությունը փղիկի մասին։